Նախ որ խնդրեմ կասեք, երբ իրավապահները եկան եկեղեցու տարածք, դուք այստեղ եք, ինչպես այդ ամեն ինչը տեղի ունեցավ, որ ժամին էր, ինչպես ներխուժեցին եկեղեցին։ Մենք այդ ամեն ինչը տես մանրամասն դրան չենք տիրապետում, որտեվ ինչքան գիտեմ, իրանք առավոտյան ժամը 7-ին են եկել։ Մենք հետո համացանցից ենք իմացել, որ նման բան է տեղի ունեցել։ Այսքանը դրա հետ կապված։ Հոգևորականների հետ այս ընթացքում կարողացել եք զրուցել թեկուզ հեռախոսով կապի։ Բոլորը անհասանելի են։ Բոլոր հոգևորականները անհասանելի են թեմի։ Իսկ տեղեկություններ ունեք ինչպես են բարձաբանել իրավապահները այս գործողությունները։ Ոչ։ Միջև քահանաները դուրս չգան քննչական կոմիտեից ոչ մի բան պարզ չլինի։ Այս պահին ներսում ինչ է կատարվում, տեղեկություն կա եկեղեցու ներսում, ինչ են անում։ Եկեղեցին փակ է, ներսում ինչքան գիտեմ մարդ չկա։ Իրավապահներ էլ չկան։ Ոչ։ Այսինքն տեղյակ չեմ էլի, իրավապահներ կան թե չկան։ Ինչպես է գնահատում իրավապահ համակարգի այս գործելավոճը։ Ինչ եք կարծում, ինչն է պատճառը, որ հոգևորականներին այսպես մասսայական վերման են ենթարկում։ Դե մեր բռնապետի բարեփոխման, դրսևորումներն են սրանք ուղղակի։ Ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասել։ Ինչ է նշանակում թեմի բոլոր հոգևորականներին մեկ օրում, քննչական կոմիտե տանել։ Եթե մի քիչ երկար մտածեին, կարող է գոնե կես-կես տանեին թեմի քահանաներին։ Նույնիսկ սովետական միությունը այսպես չի վարվել։ Մեր եկեղեցու հետ նույնիսկ սովետական միությունը այսպես չի վարվել։ Այս եկեղեցու դռները Սուրբ Մարիան է, երբեք փակ չեն եղել։ Բայց այսօր հավատացյալները գալիս են, նայեք։ Հավատացյալները գալիս են, բայց չգիտեն, որ փակ է դուռը։ Եվ որևիցե մի պարզաբանում չկա սրան։ Արագածոտնի թեմի առաջնորդը, որքան մենք գիտենք, վեհափարի քրոջ որդին է, կարծում եք նրա անձը որևէ նշանակություն ունի այստեղ, այսինքն նրա անձով պայմանավորված են նրան վերման ենթարկել։ Եվ նրա անձով եւ այն հանգամանքով, որ Մկրտիչ եպիսկոպոսը գործող անձ է թեմում, ընդհանրապես առաքելական եկեղեցում։ Պասիվ եպիսկոպոս չի, գործունյա եպիսկոպոսը։ Սա է։ Չգիտեմ, սրանով փորձում են վախ ներշնչել հոգևորականներին, քրիստոնյաներին, հավատացյալներին։ Ուրիշ գնահատական չեմ կարող տամ սրա։ Սովետական միությունից վատ են վարվում իրանք։ Այսօրվա իշխանությունը սովետական միությունից վատ է վարվում ու ոչ միայն, նաև կուզեմ մի հարցել անդրադառնամ, բոլոր քրիստոնյաները, առավել եւս աշտարակի առաքելական եկեղեցու անդամները պետքա բոլորը այսօր այստեղ լինեին։ Ի աջակցություն հոգևորականների, իրանց հոտի, առաջնորդների, բայց ոչ մեկ չկա այստեղ։ Իսկ քրիստոնեությունը ունի դրսևորումներ։ Իսկ առաջին հերթին դա պետքա դրսևորվեր այստեղ, նրանց այստեղ լինելով։